Ողջույն սիրելի հայրենակիցներ, սիրելի Facebook-յան ընկերներ ջան, ուրեմն հենց նոր համացածին ծանոթանալով տեսնում եմ, որ որոշ քաղաքական գործիչներ, լրագրողներ, որոշ ընդդիմադիր հայացք ունեցող ակտիվներ, սենց ոգևորված կարծիքներ են արտահայտվում այսօր առավոտյան Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ ելույթից հետո սենց ընկել են հոգեխանգարման բաների մեջ ու սենց կարծիքներ են արտահայտվում։ Ես տեսնելով տասնյակ մարդկանց տարբեր կարծիքներ, եկա մի եզրակացության եւ ոմանց կարմիրը գծերը անցած կարծիքներից ես սենց ջղայնացած ուզում եմ իմ մտքից մտածածը բացածան արտահայտվեմ եւ վերնագրելով հենց իրենց կոչելով հենց իրենց անուններով։ Նախ բոլոր խելացի մակարդակ մարդիկ ասում են, որ սենց մեծական խոսք կա լրագրողի հարցին պատասխանում են, ասում են սենց մի հատ մեծական խոսք ասված, պետք չի մտնել ուրիշի մատի եւ մատանու արանքի մեջ։ Մի հատ շատ լավ պապիկ, շատ գրագետ խոսույթով իր դեմքից, իր խոսակցությունից երևում է, որ այդ մարդը մեծ մարդ է, շատ մեծ գաղափարով, շատ հարուստ գաղափարով, մտածելակերպով եւ շատ հարուստ գիտելիքներով մարդ է։ Ինչ ասում է Ժորժ ջան, դա ոչ մեկ տիկնոջ արտահայտված այսօրվա առավոտյան հայտարարած այդ ելույթը մեզ ոչ մեկից չի վերաբերվում։ Ոչ մեկից չի վերաբերվում։ Ամեն մարդ ունի իր անձնական կյանքը, առավել եւս ընտանեկան հարաբերությունների մեջ կողից ոչ մեկ իրավունք չունի իր կեղտոտ քիթը կողելու։ Ամեն մեկը, գիտեք ինչ, այդ որտեղ հենց մի հատ անգրագետ, փանթի, մի հատ կինել, այո ես այդ կնոջ բանը բառապաշար ինձ հունից անել է եւ ես պետք է այդ կնոջը կոչեմ իր անունով։ Մի հատ փանթի, գրեհիկ, անգրագետ, հետամնաց բոլոր ոլորտներով մի հատ սենց ոչնչություն, ինչ որ մի հատ կինել, սենց լկտի բառապաշարով, սենց կարծիք է արտահայտվում։ Նախ գիտեք ինչ, նախ շնորհակալություն բոլոր գրագետ մարդկանց, ովքեր գրագետ պատասխաններ են տալիս լրագրողների տված հարցերին, շնորհակալություն ձեզ, ձեր գրագետ տեսակի համար, ձեր հարուստ տեսակի համար։ Իսկ այն մնացած աբիժնիկ փանթիներին ուղղակի հորդորում եմ, այ փանթիներ, այ զզվելիներ, որ ձեր կողը կանգնել չի լինում մի պարզ պատճառով, որ ձեր վրայից այնքան գեշոտ է գալիս, այդ փանթի աբիժնիկ տեսակը, դες որ ոգևորված ամեն մեկը ձեր ընտանիքի կարծիքը բարձրաձայն արտահայտվում եք կոմենտների գրառումների տեսքով։ Դուք ամեն մեկը գնացեք ձեր ընտանիքի մասին մտածեք, որովհետև ձեր այդ տեսակի ընտանիքներում այնքան պրոբլեմ կա, դուք գնացեք ձեր ընտանիքի դարդուցավը լացացեք։ Այդ 10 անգամ ամուսնացած բաժանվածներ, այդ 10 անգամ ամուսնացած 100 անգամ բաժանված միջ առեսօր ասել օրը 24 ժամ 10 մարդու հետ քաշեկողներ, դուք գնացեք այ անբարոյականներ, գնացեք ձեր դարդը լացեք, գնացեք ձեր ցավով ապրեք, գնացեք ձեր զզվելի անբարոյական ընտանիքի հոգսը հոգսացեք։ Եղավ, այ դուք այդ կերպարն եք, հիմա այդ փանթի անբեժնիկ, անբարոյական կերպար եկել է բարոյականից է խոսում կամ իրան թույլ է, մանավանդ են լրագրողներ կան, ընդդիմադիր աբիժնիկ հայացքով, ընդդիմադիր լրագրողներ, քաղաքական գործիչներ, քաղաքական ակտիվիստներ, արա ամեն մեկը գնացեք ձեր, գիտեք ինչ, անբարոյական կնոջը հետևեք, որ օրը 10, օրը 24 ժամ ձեր վրա ֆռռում է։ Դուք ես լավ տղու կերպարի մեջ մտած ուրիշի ընտանիքն եք դնում քննարկում։ Մարդ ինչքան ես ուղիղ ասում եմ, այն մարդը, ով իր քիթը կողում է ուրիշի ընտանիքի մեջ, այն մարդը, այն անձնավորությունը, ով իր քիթը կողում է ուրիշի մատի եւ մատանու արանքի մեջ, ինքը մարդ կոչվելու իրավունք չունի, ինքը անգրագետ ազնվորություն է։ Ինքը անհասկացող մի հատ ազնվորություն է։ Ու այդ տեսակի ընտանիքում, այն որ քիթը կողում են ուրիշի մատի եւ մատանու արանքի մեջ, չէ, այդ տեսակների ընտանիքում լիքը խնդիրներ կա։ Եվ այդ փանթի տեսակը ամեն մեկը թող գնա իր փանթի կյանքի մասին մտածի, իր փանթի ընտանիքի մասին մտածի եւ իր դարդու ցավով թող զբաղվի։ Իր ընտանիքի հարցերը թող լուծի։ Հասկացաք, նրանք ովքեր ես ուղիղ եւ պատասխանատու ասում եմ, այդ որ քթներդ կողել եք ուրիշի մատի եւ մատանու արանքը, այդ որ քներ ու ամեն մեկը ձեր փանթի անբարոյական ընտանիքի կենսագրությունը արտահայտվում եք։
ձեր այդ տեսակի ովքեր իրենց թույլ են տալի իրենց քթները կողեն, ձեր այդ տեսակի ընտանիքներում լիքը խնդիրներ կա։ Այդ փանթիներ գնացեք, ձեր փանթի կյանքով զբաղվեք, հասկացաք, եւ խոնարհումս, հարգանքներս բարձր գիտելիքներով հարուստ մարդկանց, ովքեր որ գրագետ արձագանք են տալիս։ Գրագետ արձագանքը կայանում է նրանում մեկն է, գրագետ արձագանքը կայանում է նրանում եւ այդ գրագետ արձագանքի առաջնահերթ գրագետությունը կայանում է նրանում, որ ոչ մեկի բարոյական, ոչ մի բարոյական իրավունք չունի քիթը կողի ուրիշի մատի եւ մատանու արանքի մեջ։ Իսկ նրանք ովքեր իրենց թույլ են տալու իրենց հարամ քիթը կողեն աբիժնիկ կեցվածքով ուրիշի մատի եւ մատանու արանքի մեջ, ես դրանց ուղիղ ասում եմ, գնացեք ձեր փանթի ընտանիքի հարցերով զբաղվեք, ձեր անբարոյական ընտանիքի հարցերով զբաղվեք։ Եղավ, որևէ մեկը որևէ բարոյական իրավունք չունի ուրիշի կյանքով ապրելու կամ ուրիշի անձնական կյանքը քննարկելու։ Այդ ուրիշի անձնական կյանքով քննարկողները թող գնան իրանց փանթի կյանքով զբաղվեն, իրենց փանթի ընտանիքի կյանքով զբաղվեն։ Այնպես որ որևէ անբարոյականի վաստակ թող Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ այսօրվա ելույթից թող որևէ մեկը չողջևորվի։ Ոչ մի անբարոյական, այս պետությունում ոչ մի անբարոյականի վաստակ, ոչ մի սրբությունը կորցրած անբարոյականի վաստակ, թող Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ այս հայտարարությունից թող չողջևորվի։ Լսեցի կարա բոլոր ողջևորվողներին վերաբերվում, բոլորին, ոչ մեկը չողջևորվեք ու չափուսամանները չանցնեք։ Այդ գադեք ամեն մեկը գնացեք ձեր կնոջ, ձեր ընտանիքների հարցերով զբաղվեք։ Նորից եմ ասում, ոչ մի անբարոյականի վաստակ, աբիժնիկի կարգավիճակով, թող Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ հայտարարությունից թող չողջևորվի։ Դա ձեզ որևէ մեկի չի վերաբերում, ոչ մեկին։ Եվ ամեն մեկը զբաղվեք ձեր ընտանիքով, ամեն մեկը ձեր ընտանիքով զբաղվեք եւ ձեր ընտանիքի թեմաները ձեր մեջ քննարկեք։ Ուրիշի անձնական կյանքի հետ գործ չունեք եւ ձեր կեղտոտ անգրագետ փանթի կեղտոտ քթերը մի կողեք ուրիշի անձնականի մեջ։ Այդ փանթիներ կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե խաղաղությունը, կեցե հավասարակշռված խելացի հայ մարդը։ Աստծով ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Կապի մեջ։ Ուղղակի էս փանթի էս խոսակցությունները ինձ ունից անեցին, ցանկացա հանգստանամ այս տեսքով։ Եթե այդ հարթակը չօգտագործեի, ես չասեի մասիլիկը, իմ սիրտը կպայթեր, պետք է ասեի։ Եվ թող բոլոր այս փանթիները ամեն մեկը թող իրենց ընտանիքով զբաղվեն։ Եվ ոչ մի անբարոյականի վաստակ թող առաջին Հայաստանի Հանրապետության լեգիտիմ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ, Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ հայտարարությունից թող չողջևորվեն, թող չլկստվեն, թող լեզուներում ոտների տակ չգցեն, թող իրենց անբարոյական փանթի ընտանիքի կենսագրությունը բարձրացիան կոմետներով չարտահայտվեն, լրագրողների առջև չարտահայտվեն։ Հասկացա կարա։ Ստեսյուն, կապի մեջ։